Բարև ձեզ սիրելիներ, շարունակում ենք մեր Սուրբ Գրքի ուսումնասիրությունը եւ այսօր սկսում ենք Հռոթի գիրքը եւ ուսումնասիրենք առաջի երկրորդ գլուխները։ Դատավորների գրքի խավարից հետո Աստված մեզ տանում է մի գեղեցիկ պատմության մեջ, որտեղ փայլում են հավատարմությունը, շնորհը եւ փրկագնման հույսը։ Հռոթի առաջի գլխում պատմությունը սկսում է Սովի տարիներին։ Եղիմելեքը իր կինը Նոեմին եւ նրանց երկու որդիները թողնում են Բեթլեհեմը եւ գնում են Մովաբ, բայց այնտեղ ընտանիքը ծանր կորուստներ է կրում։ Եղիմելեքը մահանում է, ապա մահանում են նաեւ երկու որդիները։ Նոեմին մնում է միայն իր երկու հարցների հետ։ Եվ նա լսում է, որ Տերը կրկին օրհնել է իր ժողովրդին, որոշում է վերադառնալ Բեթլեհեմ։ Նրա հարցներից մեկը Հռոթը հրաժարվում է թողնել նրան եւ ասում է. Աստվածաշնչի ամենագեղեցիկ խոսքերից մեկը. Ուր որ դու գնաս, ես էլ կգամ, ուր որ դու բնակվես, ես էլ կբնակվեմ։ Քո ժողովուրդը իմ ժողովուրդը կլինի եւ քո Աստվածը իմ Աստվածը։ Հռոթը Մովաբացի էր, օտարազգից։ Օրենքի համաձայն նա Իսրայելի ժողովրդի մասը չէր, բայց շնորհի միջոցով նա ընդունվեց։ Սա գեղեցիկ պատկեր է մեզ համար։ Մենք նույնպես օտար էինք Աստծո ուխտերից, բայց Հիսուս Քրիստոսի միջոցով ընդունվեցինք Աստծո ընտանիքի մեջ։ Եփեսացիների 2:13-ում գրված է. դուք որ առաջ հեռու եք Քրիստոսի արյունով մոտեցաք։ Հռոթի վերադարձը դեպի Բեթլեհեմ խորհրդանշում է նաև մեղքից դեպի Աստված դարձ։ Յուրաքանչյուր ճշմարիտ վերադարձ սկսվում է այն պահից, երբ մարդը որոշում է վստահել Աստծուն։ Երկրորդ գլխում Հռոթը գնում է հասկ հավաքելու։ Աստված իր նախասահմանությամբ առաջնորդում է նրան Բոսի արտը։ Բոսը հարուստ, ազնիվ եւ ողորմած մարդ էր։ Նա ոչ միայն թույլ է տալիս Հռոթին հասկ հավաքել, այլ նաեւ հատուկ պատվիրում է իր աշխատողներին ավելի շատ հասկ թողնել նրա համար։ Նա հոգ է տանում Հռոթի մասին, կերակրում նրան եւ պաշտպանում։ Բոսը հին կտակարանի ամենագեղեցիկ պատկերներից մեկն է Հիսուս Քրիստոսի մասին։ Նա ազատագնող ազգականն էր, որը կարող էր փրկագնել կորցրած ժառանգությունը։ Նույն կերպ Հիսուսը դարձավ մեր ազատագնողը։ Մենք աղքատ էինք մեղքի պատճառով, մենք ոչինչ չունեինք առաջարկելու Աստծուն, բայց Քրիստոսը իր շնորհով ընդունեց մեզ եւ վճարեց մեր փրկության գինը խաչի վրա։ Առաջի Պետրոս 1:18-ում ասում է. դուք փրկագնվեցիք Քրիստոսի թանկագի այրան, որպես անարատ եւ անբիծ գառի։ Հռոթը չէր վաստակել Բոսի բարությունը, նա ստացավ այն շնորհով։ Նույն կերպ մենք էլ չենք վաստակում Աստծո սերը, մենք այն ստանում ենք շնորհով Հիսուս Քրիստոսի միջոցով։ Սիրելիներ, գուցե այսօր դուք էլ ձեզ զգում եք Հռոթի պես միայնակ, անորոշ, ապագայով կամ առանց հույսի։ Հիշեք, որ Աստված տեսնում է ձեզ։ Ինչպես նա առաջնորդեց Հռոթին դեպի Բոսի արտը, այնպես էլ առաջնորդում է մեզ կյանք։ Գուցե այսօր դուք դեռ չեք տեսնում ծրագիրը, բայց նա արդեն աշխատում է ձեր բարության համար։ Երբ վստահում ենք Հիսուսին, նույնիսկ սովորական օրերը դառնում են Աստծո հրաշքների սկիզբը։ Աղոթենք։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու մեզ ազատագնողն ես։ Շնորհակալ ենք, որ երբ մենք հեռու էինք, դու մոտեցրիր մեզ քո սուրբ այրամբ։ Օգնիր մեզ վստահել քո առաջնորդությանը, նույնիսկ այն ժամանակ, երբ չենք հասկանում մեր կյանքի ճանապարհը։ Շնորհակալ ենք քո շնորհի համար, որ մենք չենք վաստակել, բայց ստացել ենք քո սիրո շնորհով։ Թող մեր կյանքը միշտ մնա քո պաշտպանության եւ քո սիրո ներքո։ Ամեն։ Եթե այս ուսուցումը ձեզ համար օրհնություն է, իսրեք ձեր ընկերների հետ եւ մեկնաբանություններում գրեք, որտեղ տեսաք Հիսուսին տվյալ գրքում։ Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը։